Եթե դուք եք ցանկանում այսպիսի գեղեցիկ տորտ ձևավորել եւ չգիտեք ինչպես, ուրեմն նայեք հոլովակը միջև վերջ եւ հարցերի դեպքում սիրով կպատասխանեմ։ Վերցնում ենք A4 ֆորմատի այսպիսի վաֆլու թղթեր, որոնք վաճառում են ցանկացած տորթերի մասնագիտացված խանութներում եւ բաժանում ենք քառակուսիկների։ Ես մեկ լիստը բաժանել եմ 12 հավասար մասերի, թե որքան կկտրատեք, կախված է ձեր ցանկությունից։ Ասեմ, որ բավական էր այս չափն էլ շատ գեղեցիկ էր նայվում։ Վերցնում ենք մեծ լիստերը, օղիով խոնավեցնում եւ երկու լիստը փակցնում ենք իրար։ Սա մեզ կօգնի, որպեսզի տորթը երկար չմնա սեղանի վրա եւ տեսքը չընկնի։ Ամբողջ լիստը այսպես փակցնելով մենք կձևավորենք եւ հետո նոր վերջում պատրաստի լիստը կփակցնենք տորթին։ Ինչպես հոլովակում է ցուցադրված, այդպես բոլոր այսպիսի քառակուսիկները խոնավեցնելով փակցնելու ենք վաֆլու թղթին։ Երբ որ բոլոր արդեն շարքերը պատրաստ են, կարող ենք տորթը հանել, մի փոքր օղիով խոնավեցնել եւ մեր պատրաստի արդեն տորթի դեկորը ամրացնել տորթին, շատ հեշտ եւ արագ։ Եվ այն հատվածը, որը որ կպցնելու արանքում մի փոքր բաց է մնում, այդպես էլ պետք է լինի, դա արդեն կշարունակենք լրացնել հենց տորթի վրա։ Ընթացքում եթե բաց անկյուններ կլինեն, լրացնում ենք։ Սիրելիներս, չենք մոռանում բաժանորդագրվել եւ թողնել մեկնաբանություններ։ Ձեր բաժանորդագրումը եւ մեկնաբանությունները ինձ համար շատ կարեւոր են։ Կարող եք նաեւ ինձ հետեւել YouTube-յան ալիքում։ Ահա, մեր տորթը արդեն պատրաստ է։ Ես եւս մեկ շերտ, բայց ել ավելի փոքր քառակուսիկներով լրացրեցի վերևի հատվածը եւ մեր տորթը պատրաստ է։ Իսկ դու չես մոռանում թողնել մեկնաբանություններ եւ բաժանորդագրվել։